Ваша фраза линии якобы на украинизацию. Իբրև Հայաստանն ուկրաինացնելու մեր մոտեցումը, որ ասացիք ինչ որ նման մի բան, որ հետո Հայաստանի հետ անել նույնը, ինչ արել եք Ուկրաինայի հետ, ըստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա։ Նշանակում է դուք կողմ եք եւ սատարում եք նացիստական ռեժիմին, արմիությունների տանը մարդկանց այրելուն, ովքեր զինվորական խմբավորումներ ուղարկեցին Ղրիմի խորհրդարանի վրա հարձակվելու միայն նրա համար, որ Ղրիմի խորհրդարանը եւ Ղրիմը հրաժարվել էին սատարել հակասահմանադրական պետական հեղաշրջմանը։ Ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարությունը մեկնաբաներ 14 թվականի փետրվարի Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը։ Չեմ հիշում, որ արևմտյան երկրներից որևէ մեկը մեկնաբաներ, բացասաբար խոսեր այդ իրադարձության մասին։ Ուրեմն այն ժամանակ արդեն Հայաստանը 2014 թվականին իրացնում էր դիրքորոշում ընտրելու իր իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական գործընկերներին, ովքեր պետական հեղաշրջման նախաձեռնումին որպես երաշխավոր հանդես եկան այն ժամանակվա նախագահի եւ ընդդիմության միջեւ։ Մենք հասցրեցինք, բայց դուք երաշխավորում եք, որ կարգավորում է տեղի ունեցել, ինչու ոչ չեք անի այդ պուտչիստներին, որ կարգ պահպանեն, իրենք ամոթխած հայացքը կախեցին եւ ասացին, երբեմն ժողովրդավարությունը անսպասելի թեքում է ստանում, անսպասելի ընթացք է ստանում, նույնը ԱՄՆ-ը գնաց, մի կողմ քաշվեց, թեպետ դրանից առաջ նախագահ Օբաման նախորդ օրը զանգում էր նախագահ Պուտինին եւ խնդրում էր չառարկել կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որը պիտի լիներ Եվրամիության երաշխավորության ներքո, խոսելով ԱՄՆ-ի մասին 2014 թվականին փետրվարից քիչ անց պետական հեղաշրջման փորձ եղավ Գամբիայում։ Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, նայեք ինտերնետում այնտեղ կա հայտարարություն, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությունը Գամբիայում հեղաշրջման փորձի մասին, որտեղ ասված է, որ ԱՄՆ-ը երբևէ չեն սատարի իշխանության փոխանցումը ոչ սահմանադրական ճանապարհով, այ իրենց հարցրեք գալիս, լինում է չէ ամերիկացի գործընկերները այստեղ մամուլասուլիսների գալիս են, իրենց հարցրեք ինչու Գամբիայում չի կարելի, իսկ Ուկրաինայում կարելի է։ Իրենք ձեզ հավանաբար կասեն ինչ-որ բան, ինչ-որ սուբյեկտիվ հանգամանքների մասին, բայց իրականում Գամբիայում կառավարություններ, որին ամերիկացիները սատարում էին, իսկ Ուկրաինայում նախագահ էր, ում իրենք ուզում էին իշխանազրկել եւ իրենց մարդկանց այնտեղ դնել։ Դա համար ես չեմ տեսնում պատճառներ, որևէ պատճառներ Հայաստանի ուկրաինացման համար, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է, Հայաստանը չի Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը, ի տարբերություն Ուկրաինայի։ Այդ օրենքների ցանկը այսօր մենք փոխանցեցինք մեր ընկերներին, որևէ երկրում չկա որևէ լեզվի արգելք, խոսքը ոչ պետական լեզվի մասին է, որևէ երկրի, որևէ լեզվի, եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են, մենք բարձեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, իմիջայլոց Ադրբեջանում, այդ թվում այժմ նաև Ղարաբաղում, ժամանադրությամբ Ադրբեջանի արգելված չէ հայոց լեզուն, իսկ այ Ուկրաինայում ռուսերենը արգելված է, Իսրայելում արաբերենը արգելված չէ, արաբական երկրներում եբրայերենը արգելված չէ։ Ուկրաինան այդ առումով ունիկալ պետություն է, երբ մենք լսում ենք Եվրահանձնաժողովի ընդայնման հանձնակատարի հայտարարությունները, տիկին կարծես Կոս ասում է, իբրև ամբողջ Ուկրաինան կատարել է բոլոր նախնական պայմանները եւ կարելի է սկսել անդամակցության բանակցությունները, եւ այն բանի ֆոնին, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Կայա Կալասը եւ մյուսները հայտարարում են, թե պետք է օգնել Ուկրաինային, քանի մինչեւ որ հաղթի, որովհետեւ Ուկրաինան պաշտպանում է եվրոպական արժեքները, դա նշանակում է, որ Եվրոպան իր արժեքներն է համարում նացիզմը,
այն լեզվի ոչնչացումը, որով խոսում են տվյալ պետության Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի ինչ ուկրաինացման մասին կարող է խոսքը գնալ, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, դուք հրապարակեք ձեր հարցը ամեն դեպքում, իմ պատասխանները պարտադիր չէ։